Ողջունում եմ գործարարիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, հիշեցնում, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք դուք մեզ լսում, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն եք դուք լսում կամ դիտում, իսկ մեր տաղավարում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է, բարի օր։ Ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ, պարոն Բադալյան, սկսենք Ստամբուլում ռուս-ուկրաինական նոր փուլից, որը բանակցությունների հերթական փուլն էր եւ արդյունքների մասին եթե խոսելու լինենք, կարծես թե այն էր, ինչ շարունակաբար տեսնում ենք մենք, որևէ դրական ելք այս անգամ էլ չեղավ, այնինչ դրան նույնիսկ հաջորդեցին նոր հարվածները, չնայած փոխանակումների մասով կարծես թե ինչ որ նորություն կար, բայց ինչպես Զելենսկին է ասում, կոմպրոմիսների է, ոչ թե կոմպրոմիսների է պատրաստվում Պուտինը, այլ հաղթանակի միայն, իրականում այն ինչը ուզում է ռուսական կողմը, դա հավանական կարող ենք համարել, որ տեղի կունենա, թե եթե ամեն դեպքում նայենք այն ինչ ուզում են երկու կողմերը, այս պատերազմը հավերժ է տևելու, ինչը կկանգնեցնի այս դեպքում։ Այն ինչ ուզում է ռուսական կողմը կարող է տեղի ունենալ միայն պատերազմի միջոցով, ամենայն դեպս քաղաքական ճանապարհով դրա տեղի ունենալու տարբերակները շատ անհավանական են թվում, որովհետև պետք է առնվազն Ուկրաինայի իրավական համաձայնություն այն ցանկությունների կամ այն պայմանների պարագայում, որ առաջադրում է Ռուսաստանը, ես չեմ պատկերացնում, որ Ուկրաինայում որևէ իշխանություն կարող է այդ իրավական համաձայնությունը տալ, անգամ քննարկելու համար։ Այդ դեպքում ինչու են ընտրությունների հարցը անընդհատ բարձրացնում։ Դա ըստ իս հետագա ծավալումների այդ համատեքստում դիտարկվող տարբերակ է, որովհետև նախ ընտրության համար պետք է պատերազմը կանգնի, իսկ պատերազմը կանգնելու համար Ռուսաստանը առաջադրում է այդ կոշտ պայմանները, այսինքն այն ինչ արդեն իսկ ամրագրել է որպես իրենը, բայց դեռ դե ֆակտո այսպես իր վերահսկողության տակ չէ, Ուկրաինայից պահանջվում է դա, բնականաբար Ուկրաինան չի կարող համաձայնել անգամ այն եղածին, որ հիմա արդեն Ռուսաստանի վերահսկողության տակ է, որ մնաց համաձայնել մյուս տարբերակներին եւ եթե օրինակ այդ Մինսկի համաձայնություններ կոչվածը հնարավոր չի եղել քաղաքական ճանապարհով կյանքի կոչել, ապա այս պարագայում ես որևէ կերպ չեմ տեսնում թե ինչպես է դա հնարավոր անել առանց պատերազմի եւ հետեւաբար եթե Ռուսաստանը ուզում է հասնել այդ նպատակներին, ապա դա միայն պատերազմը շարունակելու միջոցով Բնականաբար Զելենսկին ունի իր նպատակները եւ այստեղ եւս կարծում եմ պատերազմը շարունակելը դրանց ճանապարհներից մեկն է որովհետեւ եթե պատերազմ չկա ապա այստեղ արդեն առաջանալու են հարցեր այդ պատերազմի հետ կապված բավականին շատ են մեղմ ասած կասկածները որ պատերազմի ընթացքում եղել է հսկայական ծավալի կոռուպցիա Ուկրաինան ստացել է հարյուրավոր միլիարդ դոլարի թե սպառազինություն, թե նաև պարզապես ֆինանսական օգնություն։ Եվ լինելով մեղմ ասած բավականին կոռումպացված պետություն, կարելի է պատկերացնել, թե այդ միլիարդավոր, հարյուրավոր միլիարդ դոլարները ինչպիսի սխեմաների կարող էին ենթարկված լինել։ Երբ պատերազմը կանգնում է, առաջանում են հարցերը։ Այդ հարցերը փակելու լավագույն ճանապարհը այսօր պատերազմն է։ Սա Զելենսկու համար։ Եվրոպայի համար այս պատերազմը առնվազն սեփական շահերը պաշտպանելու ճանապարհն է, երբ տեսնում ենք, որ ունեն դժգոհություն ամերիկա-ռուսական։ Սեփական անվտանգության համար նաև չէ, կարող ենք ասել։ Ինչ որ իմաստով դա կենտրոնացնում է Ռուսաստանի ռեսուրսները Ուկրաինայի վրա, պատերազմը շարունակում է, ինչ որ ճահճային վիճակ է ստեղծվում, բայց դրանից բացի այդ պատերազմի միջոցով Եվրոպան ունենում է ձայն, այսպես ասենք, այն գործընթացներում, որ հիմա մենք համարում ենք այսպես աշխարհակարգի վերաձևում կամ վերակերտում։ Միակ ըստ էության շահագրգռված կողմը, որ պատերազմը դադարեր, դա Միացյալ Նահանգներն էր, նոր վարչակազմը, Թրամփը, որը խոստացել էր 24 ժամում եւ այլն, հետո 100 օր սահմանեց, բայց տեսնելով, որ դրա հնարավորությունները գրեթե բացառվում են, Թրամփը գնաց մեկ այլ ճանապարհով, ստացավ այդ հանածոների համաձայնագիրը, որը ինչ որ առումով հաղթանակ է ներկայացնում, այսինքն այդ դեմքը պահելու PR կողմը ապահովելու մի տարբերակ էր, երբ պատերազմը չի դադարում, իրես խոստումը, այսպես ասենք, կամ հավաստիացումը չի իրականացվում, բայց նա կարողանում է ամերիկյան հասարակությանը ներկայացնել, որ տեսեք, ես կարողացա Միացյալ Նահանգների համար այսպես ռեսուրս ստանող այդ պատերազմը վերածել ռեսուրս բերող պատերազմի եւ Ուկրաինայից այդ 300 միլիարդ դոլարի կամ 350 միլիարդ դոլարի դիմաց
ինքը նշում էր կարծես 500 միլիարդ դոլարի պայմանագիր կորզել։ Այսինքն Թրամփը իրեն ապահովեց պատերազմի շարունակության դեպքում մեծ համաձայնագրով։ Եվ հիմա մի իրավիճակ է, որ գործնականում կարծես թե չկա այդ պատերազմը կանգնեցնելու իրապես շահառու որևէ աշխարհաքաղաքական սուբյեկտ։ Պատերազմը կանգնեցնելը հիմա պետք է միայն Ուկրաինային, պետություն Ուկրաինային եւ ոչ թե Ուկրաինայի իշխանությանը։ Դե զիջման գնալն է, բայց ես չեմ կարծում, որ Ուկրաինան շարունակելով պետություն Ուկրաինան արդեն ոչ թե Զելենսկին որպես իշխանություն եւ այդ իշխանությունը պահելու ցկտում ունեցող սուբյեկտ, այլ պետություն Ուկրաինան այս պատերազմի շարունակության դեպքում ես չեմ կարծում, որ ունի որևէ կերպ շահելու կամ որևէ կերպ ավելի պակաս կորուստներից խուսանավելու տարբերակ։ Հետևաբար կարող ենք ասել, որ պարզապես Ուկրաինան շարունակում է լինել մանդրադրամ այն բոլոր պայմանավորվածությունների, սակարկությունների, գործարքների բովում, որ մենք տեսնում ենք եւ դեռ կտեսնենք։ Մի հատկանշական օրինակ ասեմ։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել էր Լեհաստանի ընտրված նախագահին եւ ընտրված նախաբարացիորեն այս օրերին եւ Լեհաստանի ընտրված նախագահը իր պատասխանին այդ շնորհավորանքին իր պատասխանում խոսել էր այն մասին, որ իրենք պատրաստ են խորացնել հարաբերությունը Ուկրաինայի հետ եւ այլն եւ դրա համար շատ կարեւոր է նաեւ քննարկել պատմական ասպեկտները եւ այլն, այսինքն անգամ Լեհաստանը այս պայմաններում Ուկրաինային ներկայացնում է պատմական հարաբերությունների, պատմական խնդիրների ռևիզիայի իր հայտը, այսպես ասենք, եւ սա Լեհաստանի դեպքում։ Այսինքն պատկերացնում ենք, թե Ուկրաինայի վրա, այդ ուկրաինական կարկանդակի վրա ինչ ծավալի աշխարհաքաղաքական սակարկություն է տեղի ունենում, ցավոք սրտի ուկրաինացի ժողովրդի հաշվին եւ դե ֆակտո Ուկրաինա պետության հաշվին։ Դե առաջին օրերից, երբ պատերազմը սկսվեց եւ մինչեւ հիմա էլ կարծում եմ շատ գովաբանվեց ուկրաինական կողմը, Ուկրաինայի ժողովուրդը, որ իրենք պայքարող են, իրենք կարող են այս պայքարը տանել արժանապատիվ, բայց դա չգերագնահատվեց, պարոն Բադալյան, ամեն դեպքում։ Այն, որ Ուկրաինայի ժողովուրդը իսկապես պայքարող է եւ իսկապես դուրս եկավ պայքարի պատերազմը ընդունեց եւ փորձեց նույնիսկ դիմադրել անգամ հաղթանակի մասին այն մտածում։ Բայց մենք չմոռանանք էլի, երբ խոսում ենք օրինակ պատերազմ սկսողների թիմային աշխատանքի մասին, օրինակ մեր դեպքում ասում ենք, այ միայն մեր դեմ Ադրբեջանը չէր կռվում, մենք պիտի նաեւ չմոռանանք մյուս դեպքում, երբ իրենց թիկունքում կանգնած են աջակցողներ, օրինակ Հայաստանի դեպքում մենք դա չենք ունեցել, բայց երբ ասում ենք Ուկրաինա, մենք պիտի հասկանանք, որ Ուկրաինան միայնակ չէ եւ այդ ժողովուրդը միայնակ պայքարի չերել կարող լինել այսքան ժամանակ։ Անկասկած, այդ իր հերոսականությամբ, պայքարի, պատերազմը հետ մղելու եւ այլն այս պատրաստակամությամբ հանդերձ, անշուշտ եթե այդ հետևում աջակցությունը չլիներ, մի ամբողջ բլոկի աջակցություն, փաստացի, թեպետ այստեղ առանցքային է բնականաբար Միացյալ Նահանգների աջակցությունն էր, որովհետեւ եթե նահանգները չլիներ, ամբողջ Եվրոպայի աջակցությունն անգամ հազիվ թե սկզբունքորեն բավարարիր Ուկրաինային։ Բայց այդ ժողովրդի հատկանիշները իհարկե դրսևորվել են, թեպետ եղել են նաև երկրից հեռացողներ, փախչողներ եւ այլն։ Այսինքն այս իմաստով ուկրաինացիները, այսպես ասենք, առանձնահատուկ փախչող ժողովուրդ չեն, բայց նաև ինչ որ առանձնահատուկ հերոսական բացարձակ մոնոլիթ հերոսության ժողովուրդ չեն։ Հասարակություն են, որի մեջ եղել է թե մեկը, թե մյուսը, բայց դարձյալ, եթե դու վերածվում ես աշխարհաքաղաքական կենտրոնների եւ միջուկային գերտերությունների համաշխարհային ես վերաբաժանման պոլիգոնի, այստեղ դու որևէ շանս չունես արդեն։ Եվ այս իմաստով հաղթող կողմը դու չես լինելու։ Հարցը դառնում է այն, թե ինչ կորուստներով ես դուրս գալու այդ ամեն ինչից, ինչ ծավալի կորուստներով, եւ ուկրաինացիների դեպքում բնականաբար լավագույն տարբերակը պետք է լիներ խուսափել այդ պոլիգոնի վերածվելուց։ Եվ սա իհարկե բերում է արդեն խոսակցության լայն իմաստով Ուկրաինան որ պահից պետք է խուսափել, որ պահից է անշրջելի դարձել այդ պոլիգոնի վերածվելը։ Այս 3 տասնամյակի ընթացքում Ուկրաինան ընդհանրապես մշակել է իր պետական քաղաքականությունը այն հաշվարկով, որ ինքը իսկապես այդ մուրճի եւ սալի արանքում է եւ պետք է կառուցել են պետությունը, որպեսզի այդ բախման արանքում մնալուց հնարավոր լինի խուսափել եւ խուսանավել։ Այս ամեն ինչը նաեւ էապես առնչվում է մեզ, որովհետեւ մենք եւս այդ մուրճի եւ սալի արանքում գտնվող մի ռեգիոնում ենք եւ մեզ շատ համեմատության եզրեր կարելի է անշուշտ մենք իհարկե եւս այստեղ բավական դասեր ունենք քաղելու։ Ամփոփելով ամեն դեպքում Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումը
որևէ որքան էլ որ ես այսպես ոչ օբյեկտիվորեն գնահատեցի, ասելով որ արդյունքներ կարծես թե չկան, ձեր կարծիքով ինչ որ բան հնարավոր եղավ տեղում անել։ Ինչ որ process կարծես թե ծավալվում է իսկապես, որովհետև մենք տեսնում ենք անգամ այդ ստրատեգիական ավիացիային հասցված հարվածից հետո բանակցությունը տեղի ունեցավ, ռուսական կողմը օրինակ չհրաժարվեց բանակցությունից, եւ բանակցությունը ոչ միայն տեղի ունեցավ, նաեւ հումանիտար համաձայնություններ եղան եւ եղավ պայմանավորվածություն, ամենայն դեպս ազդարարել են, որ երրորդ հանդիպումը կլինի նաեւ, դեռ կոնկրետ ժամանակ չկա, բայց Ֆիդանն էլ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ ձեռք են բերել երրորդ հանդիպման պայմանավորվածություն։ Այսինքն այդ process-ը ծավալվում է եւ process-ը նաեւ այն մեծ աշխարհակաղակական սակարկության մասն է, որի մասին խոսում էի, դա ուղեկցվելու է պատերազմով, այսինքն կա process եւ այդ process-ի գործիքը լինելու է պատերազմը։ Այս իրավիճակն է ըստ իս այդ Ստամբուլյան գործընթաց ասվածի շուրջ այսօր։ Շատ լավ, գալով Հայաստան ֆրանսիական կողմը հյուպատոսություն բացեց Սյունիքում, մենք գիտենք, որ առհասարակ հյուպատոսություններ բացելու հիմքերը տարբեր են լինում, դրանք կլինեն տնտեսական, քաղաքական, առհասարակ ազդեցություն մեծացնել տվյալ գոտում, այս դեպքում որն էր Ֆրանսիայի շարժառիթը պարզապես հարաբերություններ լավացնել, ինչ նպատակով իրենք եկան այդտեղ եւ այսպես ոտքերը ամրացրեցին Սյունիքում։ Ֆրանսիայի շարժառիթն ըստիս Հայաստանում հնարավորինս մեծ ազդեցություն եւ ներկայություն ունենալն է, քաղաքական ազդեցություն ունենալ նաեւ պաշտոնական Երևանի վարքագծի վրա, հնարավոր քաղաքական որոշումների, դիրքավորումների եւ այլնի առնչությամբ, որովհետեւ այստեղ լուծվում են աշխարհակաղակական նշանակության հարցեր կապված այդ հաղորդուղիների միջին միջանցք ասվածի հետ, ինչ ռեժիմով է այդ միջանցքը գործելու ճանապարհների ապաշրջափակումը, ինչ տրամաբանությամբ վերահսկողության ինչ ձևաչափերով եւ այլն եւ այլն։ Այստեղ Ֆրանսիան բնականաբար փորձում է Հայաստանի միջոցով առավելագույնս ներկա լինել եւ այդ ճանապարհները, այդ տարբերակները, պատվո հյուպատոսություն եւ այլն, այս ամենը դրա մի մասն է։ Շատ հատկանշական մի կոնտրաստ այստեղ տեղի ունեցավ այս օրերին։ Ֆրանսիայի էներգետիկ հսկան եւ ընդհանրապես տնտեսության հսկան Total Energy ընկերությունը, որը խոշորագույններից է աշխարհում այդ ոլորտում, Բաքվում էներգետիկ ֆորումի ընթացքում այդ ընկերության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ նոր ներդրումներ են արվելու Աբշերոնում, մեծ գազային պահեստարան պետք է կառուցեն։ Մենք գիտենք, որ ֆրանսիական ընկերությունը միլիարդավոր դոլարների ներդրումներ է անում Ադրբեջանում շատ վաղուց։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Total Energy-ի գործադիր տնօրենը Ալիևի հյուրն էր, քննարկում էին տեղի ունեցած ներդրումները, կատարված ներդրումները եւ կատարվելիք ծրագրեր դարձյալ միլիարդավոր դոլարների եւ 20 օր անց պետք է լիներ Արցախի հանդեպ այդ եզրափակիչ ագրեսիան, այսպես ասած։ Հիմա այս պայմաններում ինձ համար շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե Ֆրանսիան Սյունիքում օրինակ խոշոր ներդրումներ աներ պատվո հյուպատոսություն բացելու փոխարեն եւ Սյունիքի տնտեսական կարողություններն ու տնտեսական ներուժը բարձրանար։ Ես նկատի չունեմ այն ներդրումները, որոնք օգնում են օրինակ զանազան փոքր ու միջին բիզնես ծրագրերի եւ այլն։ Այս ամեն ինչը շատ օգտակար է եւ անշուշտ ողջունելի է այդ օժանդակությունը, բայց մենք որպես պետություն դիմադրունակ կարող ենք լինել խոշոր ներդրումային ծրագրերի, խոշոր արդյունաբերական կարողությունների պարագայում եւ եթե օրինակ Սյունիքում լինեն 1-2 ֆրանսիական այդպես խոշոր ծրագրային ներդրումներ, սա շատ ավելի ողջունելի է, քան պատվո հյուպատոսության բացումը, որը շատ հնչեղ ներկայացվում է, բայց ինքը դիվանագիտական առաքելությունների ամենացածր մակարդակն է, որտեղ պատվո հյուպատոսը անգամ տվյալ երկրի քաղաքացի չէ։ Պատվո հյուպատոս նշանակվում է այն երկրի քաղաքացի, որտեղ որ բացվում է այդ հյուպատոսությունը եւ Ֆրանսիայի դեսպանը մի այսպիսի բացատրություն էր տվել, որ հյուպատոսություն բացելու հիմք չկա, որովհետեւ Սյունիքում բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում։ Դե ես չեմ կարծում, որ Սյունիքում բավարար չափով իրանցիներ բնակվում են, բայց Իրանն օրինակ գլխավոր հյուպատոսություն բացեց, այսինքն սա ըստ իս այսպես մի քիչ վերացական բացատրություն է, պարզապես Ֆրանսիան չի ցանկացել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել, որովհետև ավելի բարձր կարգավիճակով դիվանագիտական առաքելությունը ենթադրելու է նաև համարժեք պատասխանատվություն։ Բոլոր դեպքերում ողջունելի է իհարկե, պարզապես հարցն այն է, որ մենք չհայտնվենք պատրանքների մեջ հայ-ֆրանսիական հարաբերության առումով, որովհետև այդ պատրանքները հետո նաև առաջինը հարվածելու են հենց նույն հայ-ֆրանսիական հարաբերությանը։ Այդտեղ պատկերացնենք, թե ինչ
է հնարավոր իրատեսական իմաստով եւ դնենք այդ ըստիս ավելի կարեւոր տնտեսական հարցերը։ Մեկ այլ հանգամանք է առումով 2021-ի հոկտեմբերին Երևանն ու Փարիզը ստորագրեցին տնտեսական հարաբերության խորացման ճանապարհային քարտեզ Ֆրանսիայի արտգործնախարարության քարտուղարը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Հետո եղավ նաեւ Մակրոնի եւ Փաշինյանի մասնակցությամբ համաժողով այդ թեմայով։ Հիմա հարց կարող ենք տալ այս 3-4 տարիների ընթացքում հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերության ծավալը Հայաստանում օրինակ ֆրանսիական ուղակի ներդրումները որքանով են աճել, քանի տոկոսով եւ ընդհանրապես թվաբանական իմաստով ինչքան ծավալ են կազմել դրանք։ Եթե չափենք հարաբերությունը այս դաշտում, մենք կտեսնենք, որ մեղմ ասած պատկերը չի համապատասխանում այն տեղեկատվաքարոզչական շրջանակին, որ ստեղծվել է հայ-ֆրանսիական հարաբերության շուրջ։ Եվ այստեղ կարող ենք հարց առաջանալ, արդյոք ինչ որ միտումով չի փչվում փուչիկ, որը հետո կարող է պայթել, եւ ով պետք է վնասվի այդ փուչիկի պայթյունից, եթե ոչ առաջինը հենց Հայաստանն ու Ֆրանսիան։ Իսկ ինչ միտում կարող է լինել։ Չգիտեմ, գերագնահատել ինչ որ զարգացում, ինչպես է հնարավոր նաեւ որևէ ուղղություն, որևէ ներուժ, որևէ պոտենցիալ ժամանակից շուտ սպառել եւ ազատվել դրանից, դրա հնարավոր գլխացավանքներից։ Պետք է պարզապես ուռճացնել, ստեղծել չափազանցված սպասումներ, բարձրացնել հնարավորինս վեր, եթե հիմք չկա այդ վերում պահելու համար, եւ հետո այդ անկումը լինելու է անխուսափելի։ Իսկ հայ-ֆրանսիական հարաբերությունը իսկապես ունի շատ մեծ ներուժ, այսինքն այստեղ իսկապես շատ լրջագույն աշխատանքային դաշտ կա, եւ տարիներ շարունակ այդ հարաբերությունը բավական կայուն, գուցե ոչ այսպեսի հնչեղ ձևակերպումներով, բայց բավական կայուն ձևավորվել եւ առաջ գնացել է։ Հիմա մենք հանկարծ տեսնում ենք այսպես բռնկում տեղեկատվաքարոզչական դաշտում, բայց գետնի վրա մենք տեսնում ենք, որ այդ բռնկումը այդքան էլ չի արտահայտվում իրական եւ առարկայական արդյունքով։ Եվ սա առաջացնում է հարցեր, որովհետեւ այդ հարաբերության, այսպես ասենք, ռիսկեր, այդ հարաբերությունը իրենց համար ռիսկ դիտարկող սուբյեկտներ մեր շուրջ, մեր միջավայրում կարող են շատ լինել։ Շատ փորձագետների կողմից նման դեպքերում հաճախ նաև մեղադրվում է հայկական կողմը, ասում են, թե այ Հայաստանը պիտի լավ աշխատի, իրենց քայլն արել են, օրինակ հյուպատոսություն են բացել, մենք էլ պիտի մեր քայլն անենք, որևէ կերպ փորձենք հարաբերությունները լավացնել, հայկական կողմը չի աշխատում։ Արդյոք դուք համամիտ եք այդ տեսակետների հետ, որ մենք բոլոր նմանատիպ դեպքերում քիչ ենք աշխատում, լավ չենք աշխատում ու համարժեք պատասխան չենք ցուցաբերում դրա համար, այն ինչի ակնկալիքը լինում է, այն ինչ որ այդքան հնչեղ է լինում, հողի վրա տեսանելի չի դառնում։ Ես համաձայն եմ, որ ցանկացած պարագայում մենք պետք է արդյունքի համար գլխավոր պատասխանատուն կամ պատասխանատվության գլխավոր ուղղությունը դիտարկենք մեր աշխատանքը ցանկացած արդյունքի պարագայում։ Եթե չկա արդյունք կամ բավարար արդյունք, ուրեմն մեր աշխատանքն է պատասխանատվության առանցքային թիրախը։ Եվ քանի որ մենք տեսնում ենք, թե ինչ մեղմ ասած ճակերտավոր արդյունավետությամբ է կառավարվում Հայաստանը ներսում, բոլոր մակարդակներում, թե տեղական, համայնքային եւ թե համապետական։ Այստեղ բնականաբար առաջանում են եզրահանգումներ, թե ինչպիսին կլինի արդյունավետությունը արտաքին հարաբերություններում, այդ տեղեկատվաքարոզչական հնչեղությունից դուրս կամ դրա ներքևում։ Եվ այո, առաջանում են մտավախություններ, որ բավարար աշխատանք օրինակ նույն ներդրումային ներգրավման ուղղությամբ չի կատարվում։ Առավել եւս երբ մենք տեսնում ենք օրինակ թե Հայաստանում ինչպես են տապալվում ներդրումային խոշոր ծրագրեր եւ ոչ թե առաջ գնում, բնականաբար սա ցուցիչ է լինում նաեւ արտաքին ներդրողների համար։ Ներդրող ընդհանրապես ամենազգայուն սեգմենտն է միջպետական հարաբերությունների իմաստով, որտեղ եթե նրանք գնում են այդ հարաբերության հետևից, ուրեմն վստահում են հարաբերությանը, համարում են, որ այնտեղ աշխատանքի դաշտ կա եւ նաեւ այս իմաստով եմ կարեւոր համարում թե ցուցիչը հայ-ֆրանսիական հարաբերության պարագայում ինչպիսին է, բայց երբ ներդրողները տեսնում են, որ Հայաստանում օրինակ արաբական հեղինակավոր ընկերության հետ ազգային ավիափոխադրողի ծրագիր է իրականացվում, բայց հայկական կողմը չի կարողանում ապահովել այդ ծրագրի հաջողությունը, ներդրողը հիասթափված հեռանում է եւ նույնիսկ եթե չեմ սխալվում դատական հայցեր կան Հայաստանի դեմ, երբ արաբական մեկ այլ խոշոր ընկերության հետ արևային կայան կառուցելու ծրագիր է
պայմանավորվածություն է ձեռք բերվում, խոսվում եւ այլն, որը պետք է շահագործվեր 2025 թվականին, բայց հիմա այդ կայանը նույնիսկ չկա, այսինքն այդ շինարարությունը դեռ մեկնարկած չէ։ Այս ամեն ինչը ազդակներ են, որ Հայաստանի հետ այդպես ներդրումային ծրագրեր կապելու մեծ հեռանկարներ չկան, այստեղ բավարար աշխատանք չկա եւ այլն։ Այս իմաստով անշուշտ պետք է առանցքայինը լինի աշխատանքը։ Մենք եթե ինչ-որ բանի չենք հասել, ուրեմն առաջին հերթին դա մեր ոչ բավարար աշխատանքի հետևանքով։ Բայց անշուշտ կա նաեւ այն, թե ֆրանսիական կողմը ինքը ինչ, այսպես ինչ աստիճանի պատրաստակամություն ունի։ Դե ինչպես ասում ենք, այդ խոսքի մակարդակում եւ ռոպագանդիստական մակարդակում, եթե նայում ենք, երկու կողմն էլ շատ պատրաստական են եւ շատ այսպես ոգևորված նոր քայլերի, նոր, չգիտեմ, լավ որակներով հարաբերություններ ձևավորելու։ Դե մենք խոսքերը տեսնում ենք, բայց առայժմ այդ խոսքերից զատ 20 թվականից հետո ենք դա տեսնում։ Բան չի լինում։ Այո, եւ 20 թվականից հետո ենք տեսնում։ Եվ իդեպ այս օրինակը ես դարձյալ վերում եմ, անգամ շատ խոսում է ֆրանսիական զենքի մասին։ Այդ զենքի մասին, զենքի մատակարարումներ եւ այլն սկսեցին խոսել 21 թվականից, բայց պայմանագրային այդ ստորագրում, արձանագրում եղավ 23 թվականի հոկտեմբերին, երբ ամբողջապես արդեն կորսված էր Արցախը։ Եվ սա ամենևին պատահական ժամանակագրություն չի, թե ինչու հենց դրանից հետո միայն Ֆրանսիան փաստաթղթավորեց Հայաստանին սպառազինություն վաճառելու իր պատրաստակամությունը։ Դե ոչ ոք չի ցանկանում պատերազմի մեջ մտնել։ Այո, այսինքն այստեղ ես Ֆրանսիային մեղադրելու համար չեմ ասում, այստեղ ես ասում եմ մեր պատկերացումների համար, որովհետև կա նաև մյուս խնդիրը, հայտնի այդ խոսքը կա, երեխան միջև չի լացում, կաթ չեն տալիս։ Հիմա եթե մենք հասարակություն ենք, որը կարող է հալվել օրինակ խոսքերից, հնչեղ հայտարարություններից, Մակրոնի հայերեն գրառումներից, պատվո հյուպատոսություն բացելուց եւ այլն, այդ բաժակաճառերից մեծ հաշվով, մեզ դրանից ավել ոչ մեկ չի էլ մտածի դրանից ավել մեզ տալու համար, մեզ գրավելու համար ավելին անելու մասին ոչ մեկ չի մտածի։ Եթե այստեղից, չգիտեմ, դեսպանատները հաղորդագրություն են ուղարկում իրենց մայրաքաղաքներ, որ բավական է, որ մեր նախագահը մի հատ հայերեն գրառում անի եւ այս հասարակության կեսը արդեն գերված է իրենով, այդ նախագահը բացարձակ չի էլ մտածի, չգիտեմ, ավելին անեմ այդ հասարակությանը գրավելու, շահագրգռելու, դեպի ինձ թեքելու համար։ Եվ սրա համար նաեւ շատ կարեւոր է, որ մենք որպես հասարակություն մեր նշաձողերի հարցում արտաքին գործընկերների իմաստով դառնանք խստապահանջ, այսինքն այդպես հեշտ գրավվող հասարակություն չլինենք, եւ սա ոչ միայն վերաբերում է Ֆրանսիայի հետ հարաբերությանը, ընդհանրապես արտաքին հարաբերություններին։ Եվ այդ երկու հանգամանքը պետք է համադրել։ Մենք պետք է չափազանց պատասխանատու լինենք մեր աշխատանքային պարտականությունների առումով արտաքին գործընկերների հետ, եւ միևնույն ժամանակ բավական բարձր նշաձողեր սահմանենք, որ այդպես չստացվի էլի, որ միայն խոսքերով, գեղեցիկ հայտարարություններով կամ 1-2 փոքր ինչ-որ ծրագրերով մեզ արդեն կարող են դարձնել այսպես իրենց կողմից նվաճված լավ կամ վատ իմաստով, չգիտեմ, հասարակություն։ Այդ նշաձողերը հայ հանրության իմաստով ի սկզբանե այդքան ցածր են եղել, թե վերջին տարիների նաև պատերազմի արդյունքում, նաև, չգիտեմ, ինչ-որ քաղաքական շահարկումների պատճառով այդ նշաձողերը իջան։ Ես կարծում եմ սկզբից էլ ցածր են եղել եւ առաջինը դա արտահայտվել է օրինակ հայ-ռուսական հարաբերությունում, այսինքն հայ-ռուսական հարաբերությունում կային բազմաթիվ խնդիրներ, ծավալվում էին նաեւ ժամանակի ընթացքում, դրա մասին ցավոք սրտի շատ հազվադեպ մարդիկ էին խոսում եւ այդ թվում նաեւ ինքս եւ արժանանում թիրախավորման, որ դա հակառուսականությունն է, որ մենք, չգիտեմ, այդպես խաթարում ենք հայ-ռուսական հարաբերությունը եւ այլն, բայց հայ-ռուսական հարաբերությունը ինքը խաթարվում էր եւ խաթարվում էր հենց այն պատճառով, որ այդ հարաբերությունը պաշտպանվում էր միայն բաժակաճառերի մակարդակով եւ որևէ մեկը չէր փորձում խորանալ, թե այդ հարաբերության տիրույթում ինչ է տեղի ունենում նաեւ համաշխարհային զարգացումների համատեքստում։ Եվ մենք հիմա հանգեցինք մի իրավիճակի, երբ տեսնում ենք, թե այդ հայ-ռուսական հարաբերության իմաստով ինչպիսի զարգացումներ եղան։ Հիմա նույնը տեղի է ունենում նաեւ արդեն այլ ուղղություններով, այդ թվում այդ ռիսկի ներքո է գտնվում հայ-ֆրանսիական հարաբերությունը։ Այո, այդ անհաջողությունը եւ պատերազմը, ծանր կորուստը, մենակ մնալը մեր հասարակություն որպես եւ այլն,
մեզ դարձրեց շատ հեշտ գերելի այդ իմաստով, այսինքն բավական էր, որ մեկը մի լավ բան ասեր մեր այդ ծանր վիճակում, մենք անմիջապես գերվում էինք, եւ առավել եւս երբ բոլոր պատասխանատվության բոլոր ասպեկտները բարդվեցին Ռուսաստանի վրա, թե օբյեկտիվ, թե իհարկե նաեւ զգալիորեն երբեմն սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, մենք այլ ուղղություններում սկսեցինք ինչ որ բալասան փնտրել, թեկուզ խոսքի տեսքով, բայց պետք է դուրս գանք դրանից, որ դա կնշանակի մի փոսից դուրս գալ եւ հայտնվել մեկ այլ փոսում, իսկ մեզ դա մեղմ ասած պետք չէ։ Դա նաև իշխանության տրամաբանությունը չէր, ոչ միայն հանրության։ Իշխանությունը բնականաբար օգտագործեց այդ ամենը, որովհետեւ տեսեք, Ռուսաստանի դեպքում, երբ մենք տեսնում էինք այն սխալ քաղաքականությունը, որ մեր հանդեպ վարվում էր, սկսած պատերազմից, իշխանությունը բավականին կոշտ ու սուր էր արձագանքում դրան քննադատություններով, նաև հակառակ կողմից էին այդ քննադատությունները գալիս, բայց օրինակ Լավրովը երբ Հայաստանում էր, բավականին ջերմ էին շփումները ու այդ քննադատությունները իրար աչքերի նայելով չէին ասվում։ Խոսքը այն մասին չի, որ վատ պիտի դիմավորեին կամ, չգիտեմ, այստեղ նեղ իրավիճակում դնեին, իհարկե դա չէր կարող լինել, բայց ամեն դեպքում Հայաստանը վերադարձավ այն կետին, որտեղ որ կար։ Ես ճիշտ եմ հասկանում, որ գիտակցություն կա ամեն դեպքում, որ այդ խոսքերից զատ նաև պիտի հողին հասկանալ ինչա տեղի ունենում եւ Ռուսաստանի իմաստով նաև գիտակցություն, եթե հասարակության մեջ կամ հասարակության թե քաղաքական վերնախավերի այստեղ տարբերություններ դնենք, ես կարծում եմ հանրության մեջ շատ ավելի մեծ գիտակցում կա մեր շուրջ առկա իրավիճակի, մեր խնդիրների մասով, քան քաղաքական վերնախավերի եւ եղել է այդպես ցավոք սրտի եւ այդպես շարունակվում է ցավոք սրտի։ Հակառակ դեպքում մենք կլինենք բոլորովին այլ վիճակում եւ հենց նույն այդ հայ-ռուսական հարաբերության ձեր բերած օրինակը խոսում է, վկայում է այդ մասին, այսինքն ինչ էր տեղի ունենում, կար միջպետական իսկապես կարևոր հարաբերության ուղղություն, որտեղ Ռուսաստանը առանցքային խաղացող է, դուր գա մեզ, դուր չգա, մենք ինչպես վերաբերենք Պուտինյան Ռուսաստանին եւ այլն, դա մի խաղացող է, որի հետ մենք գործ ենք ունենալու այս ռեգիոնում։ Եվ այս տեսանկյունից մենք այդ կարևորագույն միջպետական հարաբերության, այն էլ խնդիրներով հագեցած, լցված հարաբերության հարցը տեղափոխեցինք ինչ-որ բանալ քարոզչությունների դաշտ, որը պետք էր ներքաղաքական կոնյունկտուրայից ելնելով, այսինքն այդ թեման Հայաստանի իշխանությունը դարձրեց, այո, իր էլեկտորատի վրա, հանրության վրա վաճառելու միջոց, ռեսուրս Եվ Ռուսաստանը սրա նաև ատելություն ռուս հանրության հանդեպ։ Այսինքն սկսեց խնդրի իրողությունների նենգափոխումը, այսինքն պատկերացումների, խնդիրների, առաջնահերթությունների նենգափոխումը։ Եվ երբ հակառակ ձայն էր լսվում, որ այստեղ կան լուրջ խնդիրներ թե քննարկելու, կան հնարավորություններ, կան դաշտեր աշխատելու եւ այլն, անմիջապես այդ, այսպես ասենք, բարձրաձայնումները արժանանում էին ինչ-որ պիտակավորումների եւ այլն եւ այլն։ Սա ցավոք սրտի ցույց է տալիս այն անմխիթար վիճակը, որ գիտակցության, քաղաքական գիտակցության առումով կա մեր քաղաքական վերնախավում։ Գալով եկեղեցու հարցին, որը վերջին օրերին բավականին քննարկվում է, կան շատ տարբեր կարծիքներ, շատերը քննադատում են իսկապես այն խոսույթը, որ կիրառել է երկրի վարչապետը եւ այն տրամաբանությունը, որով առաջնորդվում են իշխանությունները, շատերը շատ ճիշտ են համարում են ինչ որ եկեղեցու հանդեպ այսօր իրականացվում է, իրականում Այս հարցը որ դրված է, քաղաքական հարց է սա, պարոն Բադալյան, թե ամեն դեպքում ոչ քաղաքական պիտի շեղվել այդ ուղղությունից, որովհետև միշտ եկեղեցին գիտենք, որ քաղաքական ինչ-որ ենթատեքստեր է ունեցել իր տակ եւ դա միշտ ցույց է դրվել հանրությանը, փորձելով նաև որևէ ուժի վրա ազդեցություն ունենալ, հատկապես ընտրություններից առաջ, հանրությանը շեղելու, հանրությանը փոխելու մեթոդ է։ Կարծում եք 26-ից առաջ էլ սա ինչ-որ փորձ է հանրության հետ երկխոսելու եւ այսպես շատ արդարամիտի տպավորություն թողնելու թիրախավորելու։ Կասկած քաղաքական հարց է եւ նույնիսկ ես կասեմ ներքաղաքականից բացի նաեւ արտաքին քաղաքական մեծ հավանականությամբ։ Եվ բանը այստեղ միայն այն չէ, որ Ադրբեջանից հնչում են մեր եկեղեցու հասցեին ինչ-որ հայտարարություններ, հիմա շատ քննարկվեց այդ մասին այս վերջին օրերին Փաշազադեի հայտարարությունը, որ մեր եկեղեցին սպառնալիք է եւ այլն, այլ շատ ավելի լայն համատեքստով։ Եվ այս տեսանկյունից իհարկե այստեղ թե կա 26-ի խնդիրը ներսում, թե կա նաեւ համաշխարհային զարգացումների այդ հիբրիդային համաշխարհային պատերազմի խնդիրը, որը անշուշտ ներառում է իր մեջ նաև կրոնական
բաժանարար գծերը, քարտեզը, ազդեցության գոտիները եւ այլն աշխարհում, իսկ մեր եկեղեցին այդ տեսանկյունից առանցքային դեր ունեցող կրոնական կազմակերպություն է, այսինքն շատ խորը պատմաքաղաքական հետագիծ ունեցող։ Առաջին ստեղծողից կարծես թե առաջինն էլ այդ հարվածը հասցնողներից ենք, չէ՞ դառնում։ Մեծ հաշվով այս գործոնները իսկապես դարձնում են թեման շատ ավելի լայն քաղաքական, ոչ միայն ներքաղաքական, այլ շատ ավելի լայն քաղաքական։ Ի վերջո, այստեղ մի քանի հանգամանք կա, որոնց արժե ուշադրություն դարձնել, հենց այն, որ եկեղեցու շուրջ այս ծավալումները սկսեցին, երբ Հայաստանում էին միջազգային կրոնական այդ ազատությունների ալյանսի համանախագահը հանդիպեց վարչապետի հետ, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը, որը այստեղ մարդու իրավունքների թեմայով է, եւ հանդիպել էր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այսինքն այստեղ ակնհայտ է, որ շատ ավելի լայն շրջանակ է այդ համաշխարհային process-ների համատեքստում եւ իհարկե 26-ը կա, այսինքն ես կարծում եմ անշուշտ Հայաստանի իշխանության առաջնային խնդիրը այդ 26-ն է։ Այլ հարց է, որ այդ համաշխարհային համատեքստը իրենք կարող են փորձել օգտագործել ինչ որ տրենդների մեջ լինելու, համաշխարհային կենտրոնների հետ հարաբերությունների մեջ լինելու, այն հաշվարկով, որ արտաքին որոշակի ամրություններ լինեն այդ ներքին իրադարձությունների համար։ Նիկոլ Փաշինյանի համար սա մի քանի շերտ ունեցող հարց է, բացի այն, որ ինքը էլեկտորալ սպառման ենթակա թեմա է, նկատի ունենալով, որ իր էլեկտորատը այս սուր դիմակայությունների պահանջը ունեցող էլեկտորատն է։ Երբ Փաշինյանը այս դիմակայությունների մեջ չէ, այդ էլեկտորատի հետաքրքրությունը նրա հանդեպ սկսում է նվազել, пассивանալ։ Իսկ իրեն անհրաժեշտ է 26-ին առավելագույնս ակտիվ եւ մոբիլիզացված, որովհետեւ վարկանիշի խնդիրներ կան եւ այլն։ Եվ մյուսը, եթե այդ իրական Հայաստանի, այսպես ասած, կոնցեպտը փորձում է առաջ տանել, այդտեղ եթե ներառված չէ հայ առաքելական եկեղեցին, եթե եկեղեցին այդ կոնցեպտին համահունչ չի գործում կամ չի դիրքավորվում, դա ունենում է իր համար լրջագույն խնդիրներ։ Եվ կարծում եմ նաև այս հանգամանքը կա եւ պատահական չէ, որ դրված է փաստացի ընդհանուր կաթողիկոսի ճակերտավոր, ասենք, իմպիչմենտի հարց, այսինքն մենք տեսանք քաղաքական օրակարգում Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը հայտնվեց, այսպես ասենք, առաջնագծում եւ հաջորդիվ պատասխանը եկեղեցու, այո, հոգեվոր իշխանության իմպիչմենտի հարց ճակերտավոր իմաստով։ Այս շերտերն են ներքին առումով եւ նաեւ կա անշուշտ որ պետք է հայ առաքելական եկեղեցին վարկագծի իմաստով նաեւ հենց ընտրական process-ի առումով պահել վերահսկողության տակ Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից, որովհետեւ եկեղեցին չնայած իհարկե հասարակության վերաբերմունքը անշուշտ մի արժեք չէ, պայմանավորված նաեւ հոգեվոր իշխանության տարբեր ներկայացուցիչների մեղմ ասած խնդրահարույց վարկով եւ կենսակերպով այս ամբողջ տարիների ընթացքում բայց բոլոր դեպքերում եկեղեցին ահռելի կառույց է եւ իր դիրքավորումը пассив կամ ակտիվ մեծ նշանակություն կարող է ունենալ հանրային պատկերացումների, հանրային կարծիքի տեսակետի վրա եւ այդտեղ ընտրական process-ում բնականաբար այդ ամեն ինչը դառնում է շատ կարեւոր, կրկնեմ, առավել եւս երբ իշխանության վարկանիշը բավական այսպես ցածր քրիտիկական ցածրության վրա է։ Ամեն դեպքում եթե նայում ենք վերջին 1 ամսվա ընթացքում, լավ 1 ամսվա, չէ, 10 օրվա ընթացքում իրադարձություններ երկու կարևորագույն ինստիտուտի հանդեպ նման խնդիրներ ենք մենք ունենում եկեղեցին, որը թիրախավորվեց եւ բանակային օրենքը, որը ընդունվեց եւ կարելի է վճարով ազատվել այդ պարտավորվածություններից ու ինչքան շատ ես վճարում, այդքան ավելի արժանավոր մարդ ես կարծես թե դու երկու կարևորագույն ինստիտուտի հարվածելը խնդիր չէ մեզ համար այս մակարդակով։ Իհարկե խնդիր է եւ խնդիր ասելը նույնիսկ թերևս մեղմ է, այսինքն շատ հաճախ սա հումորային ինչ որ կոնտեքստ է ստանում մարդիկ պարզապես երևի փորձելով այս գաղջի մեջից դուրս գալ, փորձում են հումոր տեսնել այս ամենի մեջ, բայց իրականում հարցը ավելի քան լուրջ է կարծում եմ եւ մենք անտարբեր անցնել սրա կողքով, ճիշտ է։ Իհարկե ճիշտ չէ եւ բարեբախտաբար այդ բանակի մասին նախաձեռնությունը արժանացավ հանրային դիմադրության եւ առնվազն այս փուլում կարծես թե կանգնեցված է օրինագծի առաջ մղումը, բայց կախված կլինի թե այդ հանրային արձագանքը որքան կենսունակ կմնա, սա էական է։ Այդտեղ կա ոչ միայն բանակի հանդեպ որպես ինստիտուտ, այսպես կառավարչական վերաբերմունքի խնդիր,
այլ առաջին հերթին հենց հանրային բարոյականության, այսինքն եթե սոցիալական դասակարգվածության բևեռացումը խորացվում է պետականորեն, այսինքն եթե դու փող ունես, կարող ես չծառայել, սա լրջագույն արժեհամակարգային խնդիր է, սա քայքայում է այդ արժեհամակարգային ամբողջ մեխանիզմը եւ ճարտարապետությունը, որը առանց այդ էլ քայքայված է։ Եվ սա իհարկե ինքնության փոփոխության մի գործընթաց է, որովհետեւ Փաստորեն բանակի բարեկարգման մասին երբ խոսում էին, խոսքը սրա մասին էր։ Եվ նոր բանակ ստեղծելու։ Համենայն դեպս մենք ավելի շատ տեսնում ենք այս ամեն ինչը, քան տեսնում ենք արդյունք այլ ուղղությամբ։ Ես հասկանում եմ, որ բանակում միշտ չէ որ արդյունքը կարող է այսպես անմիջականորեն հրապարակային տեսանելի լինել, բայց համենայն դեպս տեսանելի են դառնում հակառակ տրամաբանությամբ գործողություններ, որոնք առնվազն առաջացնում են հարց, բայց կարող էին դրանք չլինել, իսկ ինչու են լինում։ Արդյոք այդ աստիճան պատկերացումների խնդիր կա, խեղված կամ չհասկացվածության եւ այլն, թե կա ինչ-որ դիտավորություն, այս հարցերը հասարակության մոտ բնականաբար առաջանում են եւ առաջանում այդ կասկածը, որ այո, բանակում իսկապես գործուն ռեֆորմացիայի փոխարեն տեղի ունենում պարզապես այդ անունների, այդ հնչեղ հայտարարությունների տակ ինքնության փոփոխություն, որովհետեւ բանակն էլ մեր պետական ինքնության կարևոր մասերից մեկն էր այս 3 տասնամյակի ընթացքում, իսկ այդ ինքնության փոփոխությունը դարձյալ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է առնվազն իշխանության հարցերը լուծելու համար, որովհետև այն ինքնությունը, որ կա, եթե դա պահպանվում է, Փաշինյանի համար ավելի ու ավելի դժվար է լինելու պահպանել այդ ինքնության պարագայում իր իշխանությունը, որովհետև հնարավոր է օրինակ նախկինների թեման, օրինակ Ռուսաստանի թեման, շահարկել, շահագործել որոշակի ժամանակահատված, բայց դա սպառված են եւ պիտի նոր բան իհարկե սպառվող ռեսուրս է եւ նա նոր բանը մտածել է հենց դա, որ պետք է ինքնությունը փոխել հասարակության, որպեսզի փոխվեն հասարակության պահանջները քաղաքական էլիտաներից եւ օրինակ մարդիկ ոչ թե ինչ որ ազգային, պետական եւ այլն այսպիսի բաներ պահանջեն տնտեսական բարեկեցությանը զուգահեռ, որովհետև իհարկե մարդը պետք է ձգտի տնտեսական բարեկեցության։ Սեփական կաշվով այլ դնել ընդամենը, որ պետության նպատակը ընդամենը մարդու բարեկեցությունն ապահովելն է, որպեսզի մարդը լավ հնարավորություն ունենա ճանապարհորդելու, լուսանկարվելու, իր լուսանկարներով Facebook-ը, Instagram-ը, չգիտեմ, ողողելու տարբեր երկրներից եւ այլն, այդ կյանքի վայելքը ապրելու եւ մատուցելու հնարավորություն ունեն։ Այսինքն մենք փորձ է արվում ստանալ պարզունակ մարդ, պարզունակ հասարակություն։ Եվ սա կարծում եմ իհարկե վտանգավոր է, որովհետև այդպիսի հասարակությամբ ներողություն, որ ընդհատում եմ ձեզ, կարծում եք Նիկոլ Փաշինյանը լավ չի ճանաչում այս հանրությանը, այսինքն այն հարցերը, որ ինքը դնում է, արդյոք չի ընկալում, շատ լավ է ճանաչում եւ դրա համար պատկերացնում է, որ այդ գործընթացը նախաձեռնելը կարող է ունենալ արդյունավետ հեռանկար, որովհետև հակառակ կողմում հասարակությանը մատուցվող այլ առաջարկներ չկան։ Հակառակ կողմում կա Նիկոլ Փաշինյանի անխնա պիտակավորում, գուցե արժանի է եւ ոչ թե գուցե այլ արժանի է, բայց հարցը այն է, որ այդ պիտակավորումը հարց չի լուծում։ Հակառակը, քանի որ չկա հանրությանը ներկայացվող առաջարկ, Նիկոլ Փաշինյանը շատ հմտորեն այդ պիտակավորումը իր համար է վերածում զենքի եւ հենց այդ հանգամանքը օգտագործում է իր արդեն առաջ բերած այդ բովանդակությունը դեպի հասարակություն ուղղելու եւ այդպես տարածելու փորձի համար։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք քաղաքական, հասարակական շրջանակներ, վերնախավեր, միջավայրեր, որոնք կմտածեն հասարակությանը առաջարկ ներկայացնելու մասին։ Դե առաջին հերթին դա գոնե ընդդիմությունը պիտի անի։ Ընդդիմությունը պիտի անի, այո, պետք է ձևավորվեն ի վերջո առաջատար տնտեսական եւ հասարակական խմբեր, եթե իհարկե հետաքրքրում է պետության զարգացման ռազմավարական մենք մշտապես վիրավորվում եւ նեղանում ենք աշխարհից, որ ամեն ինչ սահմանափակվում է խոսքի մակարդակում, բայց մենք անգամ նման դեպքերում մեր երկրում կարևորագույն կառույցներից, կարևորագույն այսպես խմբավորումներից, հայտարարություններից այն կողմ ոչինչ չենք տեսնում։ Էդ էլա չէ խնդիր ամեն դեպքում։ Դե որովհետև այդ քաղաքական եւ տնտեսական էլիտաներն էլ, որոնք պետք է պատասխանատվություն ստանձնեին այդ պետական, հանրային, պետական զարգացման, ազգային զարգացման մակարդակում, նրանք էլ մեծ հաշվով այդ բարեկեցության գերիներն են, պայմանական ասած, նրանք էլ կախված այդ իրենց համար էլ վերին շեմը դա բարեկեցությունն է։ Ուղղակի մեկի համար, չգիտեմ, ավելի համեստ ճանապարհորդություններն են վերին շեմ, մյուսի համար Մոնտե Կարլոները կամ չգիտեմ այլ այդպես թանկարժեք հանգստավայրերը, այդ շեմերի տարբերությունն է, բայց բովանդակության տարբերություն չկա։ Եվ ցավոք սրտի այս իրավիճակը թույլ է տալիս, որպեսզի
առաջ մղվեն այն նարատիվները, որոնց մասին մենք հիմա խոսում ենք, եւ եթե չձևավորվի հասարակությանը այլ առաջարկ ոչ թե ինչ որ հուզական, պաթետիկ, ռազմահայրենասիրական, այդ ամեն ինչը դատարկախոսություն է։ Առաջարկ թե հասարակությունը ինչպես է զարգանալու, հարաբերվելու իր ներսում եւ ինչպես է հարաբերվելու աշխարհի հետ։ Այդ առաջարկը քանի որ չկա, միակ առաջարկը մնում է Նիկոլ Փաշինյանի առաջարկը եւ այդ առաջարկը կամած շարժվելու է առաջ հիմա։ Այս մասին պետք է խոսել եւ մտածել։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ թարմուղեղով իմ զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էր, ձեզ համար աշխատում էր Մոնիկա Մամյանը, շարունակեք հետևել Գործարար ալիքին, լսել թարմուղեղով զրույցները ամեն օր, մենք կհանդիպենք